Այո, այս կյանքի սենյակը, որ ռեաբիլիտացիա Կենցաղային հմտությունները կարողանան վերականգնել իրենց վնասվածքներից հետո վերականգնողական բուժման նպատակը ոչ թե այն է, որ բոլորը քայլեն, այլ իրենց հաշմանդամությամբ կարողանան լիարժեք ինտեգրվել, սայլակով պարել, սայլակով ընկնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանան լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Իսկ սա սովորական ստանդարտ բարձրություն։ Ամեն ինչ արված այնպես, ինչպես իրանք ունենալու են կենցաղում։ Հատուկ հաշմանդամի ստանդարտներով։ Հա, հաշմանդամության ստանդարտ։ Սա արդեն խոհանոցային հատվածն է։ Համաչափ շուրջ 200 տուն արդեն հարմարեցված է տղաների համար եւ ծրագրի մասին կազմում։ 200 բնակարան զուգարաններով, պահանջներով հարմարեցված է արդեն ծրագրի շրջանակներում եւ կառուցվում է նաեւ բալահովիտի հատվածը, որ կառուցում հատկացրեց մահացել։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնում է ունի ծավի սակ տեղավորվում եւ Այստեղ արդեն սովորում եմ ինչպես ինքնին տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի իջեցնել, որպեսզի միանալ կարողանան Եվ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավում եւ ամենավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարտական հերթապահություն դուրս ԱԹՍ-ով եւ այլն ամենատարբեր բաներով առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, բայց դա էլ է պետք մի բան պետք է արձանագրել, որ դա մեզ համար բացարձակապես նոր եւ անծանոթ թեմա է։ Այսինքն այստեղ պետք է մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ նաեւ ակնկալվում է, որ ավելի արագ որոշումներ կայացնեն, բայց ինքը համակարգի կարևոր օղակներից մեկն է, եթե իրան ճիշտ բան չանենք, չմոդելավորենք եւ ճիշտ չտեղադրենք, ամբողջ համակարգի գործունեությունը կարող է խաթարել։ Այսինքն դրա համար այդ խնդիրը առանց չափազանության երկշաբթի օրը մեր քննարկման, այսինքն 4 շաբթի, 3 առաջի օրը մեր քննարկման կարևոր թեմաներից, բայց ասում եմ, այդ խնդիրը մենք ոչ մենք այդ ունենք փրկարար ծառայությունը, այդ ունենք ոստիկանությունը, այդ ունենք սահմանապահությունը, հաստատ կլուծվի, հենց որ շարունակենք այդ լավ ֆորմայի մեջ տալ, որ դիտանքորից տարվա ընթացքում դուք ինչքան եք շնորհակալ այսինքն քանի կա որ տարվա մեջ անպայման գալիս կրկնվող ես նկատում բոլորային եւ որոշակի հնարավորությունների համար դա բուժում պատահել է, դա բուժումը պահպանողական բուժում։ Սիմվոլիկ տա ֆինանսավորումը քանի տոկոսն է, որ գալիս է պետական տարբեր ծրագրերով եւ քանի տոկոսն է, որ այլ ծրագրերով։ 40-60 ընդհանուր հարաբերակցությունը, մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը։ Որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել, մնացածը եղել է գործառնական, որում վճարը քաղաքացիներ, որոնք այսպիսի բուժում Պակիստանային դուրս է, ինսուլտից հետո ասենք ավտոավարից, որտեղ մենք երբ որ ասում ենք համաչափ
Սկսում ենք հիմնականում Պետք է ուժեղանա հիմա։ բարեգործականով են ունենում, հիմա բարեգործականը գնալով նվազումն է եւ ավելի շատ գործառնական է, ինստիտուցիոնալ է գալի եւ կարող Դա է դառնում արդեն ինստիտուտ։ Այո, ինքը արդեն կայացած հիմնարկ է։ Ուրիշ բանա Ինքը կայացած հիմնարկ ներքևը ինչ։ Էլի ամենից սրա այս որ օգտագործում ենք ծանր սարքերի համար, դե հաղորդարան սարքեցինք տղաների համար, որ տղաները 24 ժամ տարբեր հավաստված սարքվածում հաղորդվածներ, այս հատվածները վերանորոգել ամբողջությամբ, այսին շենքում ամբողջությամբ բացի տանիք ամենը արված է։ Միայն բանը սարքերս, գործողորից տղաներ, բայց այսօր հաշվի առնելով որ այցը վաղ ամբողջովին մաքրելն է։ Նաև այստեղ շատ առանձնահատուկ է լամինար ոսկը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինար ոսկը շատ թանկ է անել լամինար ոսկով օպերացիաները։ Ամեն հետո ֆիլտրերով միշտ դրական ճնշում ունի, դիստերգացիա։ Ընդհանուր առմամբ արվել է 1237 վիրահատություն բացման օրվանից, 24 թվականի մայիսի 60-ը եղավ։ Նստել պասիվ սպասել, ինչպես դուք եք ասում, հայերի բնականաբար շատ գոհ են, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ներդրումը անում են բարեգործական Բայց մենք տոկոսը գնալով դա երաշխիք է, որ հիմնակը երկարաժամկետ կայունություն կլինի։ Վաղը մյուս օրը հիմա ինչ որ նկարագրեցիք այդ բոլոր ուղղությունները որ գնա, սա արդյունքում կարա դառնա մեծ ներդրումային նախագիծ իր բոլոր ենթակառուցվածքներով, որը Մենք ուզում ենք հիմա այդ ծրագիրը ներկայացնենք հիմնական, որ անգամ կայանացել ենք արդեն որ կարող ենք արտահանում անել եւ այդ արտահանման համար ինչը մեզ հրաժեշտեց։ Այս միշտ բացակայել է գալ սոճ։ Դրամ Անեց եք։ Դրամ։